Ուրիշի ընտանիքը սերիալում լարվածությունը հասնում է նոր գագաթի։ Էլիզը կտրականապես դեմ է, որ հայրը վերադառնա։ Նրա համար այդ մարդը վաղուց արդեն անցյալ է, ցավոտ, լքող ու աններելի։ Էլիզը համոզված է, որ նրա վերադարձը ոչ թե կլուծի խնդիրներն, այլ կխորացնի տարիներով կուտակված վերքերը։ Նա չի ուզում, որ այդ մարդը կրկին ներխուժի իրենց կյանք ու խախտի այն փխրուն հավասարակշռությունը, որը հազիվ են պահում, սակայն տատն այլ դիրքորոշում ունի։ Նա որպես մայր տեսնում է որդուն ոչ միայն որպես ընտանիքը լքած մարդ, այլ նաև որպես մարդ, ով գուցե ստիպված է եղել հեռանալ։ Տատը որդուն ուղիղ ասում է, որ գա և չանհանգստանա, վստահեցնելով, որ ինքն ամեն ինչ իր վրա կվերցնի։ Այդ խոսքերն Էլիզի համար բնականաբար հնչում են որպես դավաճանություն։ Նա ուղղակի քարանում է լսածից, նրա աչքերի առաջ փլվում է այն վստահությունը, որ ունեցել է տատի հանդեպ։ Այդ պահը լուռ է, բայց ծանր ու չասված ցավով, զայրույթով, անարդարության զգացումով լի։ Էլիզն հասկանում է, որ այս պայքարում մենակ է մնացել։ Մինչ ընտանիքում լարվածությունն աճում է, արտաքին վտանգն էլ ավելի տեսանելի է դառնում։ Կարենն ամեն քայլափոխի հետևում է Մագդային, նրա ներկայությունը զգացվում է նույնիսկ այն ժամանակ, երբ նա ֆիզիկապես կողքին չէ։ Կարենը կարծես ստվեր է դարձել Մագդայի կյանքում անտեսանելի, բայց մշտապես զգալի։ Նրա հայացքը, նրա հետաքրքրությունն այլևս պատահական չեն, ամեն հանդիպում, ամեն պատահական երևալ ավելի շատ վախ է ներշնչում։ Մագդան դեռ չի էլ գիտակցում, թե որքան խորն է այս վտանգը։ Նա մտածում է, որ կարող է վերահսկել իրավիճակը, բայց իրականում Կարենն արդեն մի քանի քայլ առաջ է։ Նա ուսումնասիրում է Մագդայի առօրյան, նրա շարժումները, նրա թույլ կողմերը, իսկ ամենավտանգավորն այն է, որ Կարենը շատ լավ գիտի ինչով կարող է ազդել Մագդայի վրա։ Անցյալի գաղտնիքներ, չբացահայտված ճշմարտություններ։ Այս ամենի ֆոնին սերիալը դառնում է ավելի մութ ու հոգեբանական։ Մի կողմում ընտանիք, որը նորից կանգնում է փլուզման եզրին հոր վերադարձի պատճառով, մյուս կողմում Կարենն է, ով կամաց-կամաց սեղմում է օղակը Մագդայի շուրջ։ Ամեն հերոս իր ներսում պայքարի մեջ է և ամեն քայլ կարող է ճակատագրական լինել։ Առջևում սպասվում են պահեր, որտեղ լռությունը կխոսի ավելի բարձր, քան բառերը, իսկ ճշմարտությունը կարող է լինել ավելի վտանգավոր, քան սուտը։ Նորոն փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Մագդային որևէ մեկը չվնասի, ինչպես պարզ է դառնում հերթական սերիայի անոնսից, նա գտնվում է այնտեղ, որտեղ Մագդան ու Արևն են ու բնականաբար տեսնելու է Կարենին այնտեղ և այդ մասին Նորոն առանց թաքցնելու ասելու է Արշակին։ Հետագայում տեսանյութերից ու սցենարի մի փոքր հատվածից պարզ է դառնում, որ Մագդան այլևս վստահություն չունի Լաննայի հանդեպ և Արշակը ստիպված նրան դուրս է անում տանից։ Բայց Կարենն էլ հետ քայլ չի անում։ Այն ամենից հետո, ինչ կատարվելու է, բնականաբար զայրացնելու է Արշակին, քանի որ նրանք որոշում են միասին գործել։ Լաննան գալիս է Կարենի տուն, ինչ են պայմանավորվում և ինչով է վախեցնում Կարենը Լաննային, ընդամենը մի քանի ժամից կիմանաք, բայց որ ամենահետաքրքիրը դա առջևում է, հաստատ է։ Որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիրի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, միացեք մեր ալիքին, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, որպեսզի ստանաք նորություններն առաջինը, որպեսզի տեղեկանաք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև գրել, թե ինչ եք կարծում, ինչ է սպասվում առաջիկայում, քանի որ շատ շուտով վերադառնալու է նաև Էլիզի Նորոյի Ալինայի հայրը, ինչպես է բացատրելու իր բացակայությունը։ Էդոն սերիալում ներկայացվում է որպես լավագույն ընկերոջ օրինակ և իհարկե նա ամեն կերպ արեց, որպեսզի կարողանա գրավել Էլիզի սիրտը ու նրան հաջողվեց։ Գեղեցիկ տեսարաններ, դիտարժան վայրեր և իհարկե հետաքրքիր սցենար, ահա թե ինչով է առանձնանում Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալը։ Դե ինչ գրեք ձեր կարծիքները, ինչ եք կարծում, արդյոք Մագդային Կարենն առևանգելու է և հաջողվելու է Արշակին, Նորոյին ու Էդոյին միասին Մագդային հետ բերել և արդյոք Կարենը Մագդային ասելու է, որ իր մայրը Լանան է։ Այս և այլ շատ հետաքրքիր հարցերի պատասխաններ կստանաք շատ շուտով, այնպես որ բաց մի թողեք ձեր առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունն ու հենց հիմա միացեք մեր ալիքին։ Մաղթում ենք ձեզ բարի դիտում ու սպասում ձեր կարծիքներին։